Գիտեինք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնելու է իշխող ուժը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է Վարդան Ղուկասյանը եւ պետք է Դուք գիտեիք, որ այսպեսի հարցում։ Դե հարցումներ կային, այո, սոցիալական հարցումներ կային եւ անցնելու պարագայում, չգիտեմ քանի տոկոսի դեպքում շեմը հաղթահարելու պարագայում պետք է ընտրություն կատարեինք դրանցից որևէ մեկի միջև։ Մենք նման ընտրություն չէինք կարող կատարել։ Իշխող ուժի եւ Դե այնքան տեխնացուներ հայտարարեցին, որ ոչ ոք սա սրան չի միանա, նա նրան չի միանա, բայց պարզվում է հիմա լավ էլ միանում են ինչերը։ Չէ, գիտեք, ես ընտրողին խաբելն է բարոյական, թե չխաբելը։ Անցնող ուժերից ոչ թե մեծ մասը, այլ բոլորի պարագայում ակնհայտ էր, որ միանալու հավանականությունը կա, ամեն դեպքում նրանցից ոչ ոք հստակ եւ ուղիղ չէր ասել մենք որևէ պարագայում Վարդան Ղուկասյանի ձայն չենք։ Բոլորը ասում են ընդդիմության թևում, որ քաղաքացիական պայմանագրին ոչ ոք չի։ Վաղը պարզվի, որ քաղաքացիական պայմանագրին մեկը քվե է տվել, երկուսը տվել է, 3 քվե է կարծեմ։ Դե կլինի մանդատագողության օրինակ, ինչ որ եղավ Երևանում, ինչ որ 16 թվականին եղավ Վանաձորում։ Ես չեմ բացառում այդ սցենարը, բայց քաղաքական իմաստով եկեք ֆիքսենք, որ առնվազն հայտարարությունների իմաստով կոալիցիան ձևավորվել է Վարդան Ղուկասյանին ընտրելու շուրջ։